տարաբնույթ խոսակցություններ նաև կան, հետո ասում են ինչու իրենք չեն աշխատում, այսպիսի վստահաբար ես տեսել եմ դուք մեկնաբանությունների տակ փորձում եք նաև դրանց արձագանքել, պատասխանել։ Տարիներ շարունակ Անի ջան, ես աշխատանք չեմ ունեցել, որովհետև պարոն Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին մեզ ուղղակի աշխատանք չէին տալիս, մենք չունենք այդ աշխատանքը, ես մի պահ ռադիոյում աշխատել եմ, բայց ինձ չի տրվել հնարավորություն, որպեսզի ես ընդլայնեմ իմ հնարավորությունները, այն ինչի որ ես ունակ եմ, էլի, այսինքն մենք տարիներ շարունակ ճնշված վիճակում ենք եղել, իսկ Դավիթը այդ հիվանդ վիճակում ա եղել եւ մենք հնարավորություն չենք ունեցել այդ տարիներին իրեն բուժելու, բուժօգնություն ցուցաբերելու, սպասում ենք, որ մի օր հայրս կվերադառնա եւ մենք այդ հարցերը կլուծենք, այսպես ասած, դրա համար մենք այսպեսի վատ վիճակում ենք հայտնվել, իսկ Նիկոլի օրոք էլ արդեն Նիկոլ Փաշինյանի օրոք մտածում ենք, որ արդեն մերոնք են եկել, հիմա ամեն ինչ նորմալ կլինի, բայց շարունակվեց նույնը եւ ավելի վատ թար, որովհետեւ ինչպես տեսակ առողջապահության նախարարը չօգնեց Դավիթին անգամ վերակենդանացման բաժանմունքում գտնվելու ժամանակ չուզեցավ օգնել իր օգնությունը ցուցաբերել, բայց Նիկոլ Փաշինյանը կարող է դա ուղղել իր լավ վերաբերմունքով, կարծում եմ իր ձեռքերը հասնում են, կարող է իր սրտի օլիգարխներից մի երկու հոգու ներկայացնել իրավիճակը եւ տղային շատ արագ այդ վիճակից հանենք, իմ խնդրանքն է դա։ Հիմա անձամբ դիմում եմ Նիկոլ Փաշինյանին, քանի որ ինքն էլ ժամանակին հայկական ժամանակում հայրիկիս գրվածներից տպում էր, որպեսզի այսպես ասած թերթը ռեկլամի իրավունք ունենա, հիմա պարոն Փաշինյան դուք կարող եք այդ ռեկլամը այսպես ասած իմ ռեկլամը օգտագործել ձեր որպես լավ վարքագիծ։ Ես ինձ վատ չեմ զգում պարոն Փաշինյանի դիմելուց, որովհետև տարիներ շարունակ մենք միասին պայքարել ենք, որ այդ ռեժիմը փոխվի, սակայն հիասթափություններ ունեցանք որոշակի, հիմա էլ ունենք այդ հիասթափությունները, բայց մարդը երբ որ կարող է օգնել մարդկանց կամ բարեգործություն անել, ինձ թվում է կարող է անել։ Բայց նաև կային խոսակցություններ, որ ժամանակին, երբ ձեր հայրը դեռ ողջ էր, դիմել են, հա, իր անունից Փաշինյանին դիմել են, որպեսզի ինքը վերադառնա, ասվել է, որ եթե վերադառնա, ապա պիտի պատիժ կրի, այսինքն սրա մասին ինչ կասեք։ Ըստ ինձ հասնող լուրերի ասել էր, որ մենք ուրախ կլինենք, որպեսզի նա վերադառնա եւ մեզ պատմի մեր 30 տարվա անկախության, չգիտեմ, տարիներից ինչ որ հատվածներ, սկզբում այդպես չէր տրամադրված, հետո չգիտեմ, եւի տրամադրությունը փոխել էր, քանի որ փոփոխական է նրա տրամադրությունը, այո, եւ նա չբերեց հայրիկից փաստորեն ինչ պատճառներով, միգուցե ինքը ինչ որ պատճառներ գիտի, որ մենք չգիտենք, կարող է բարձրաձայնել, մենք էլ իմանանք, իհարկե իր աճյունը բերեցին, ցավոք,